Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները մոտենում են այնպիսի պայթյունավտանգ գագաթնակետի, որտեղ անսահման երջանկությունն ու ամենաստոր դավաճանությունը քայլում են կողք կողքի։ Այսօրվա զարգացումները պարզապես ապշեցուցիչ են և խոստանում են անկանխատեսելի հետևանքներ մեր հերոսների համար։ Սկսենք ամենալուսավոր, բայց միևնույն ժամանակ ամենախոցելի կետից։ Նորոն վերադառնում է տուն և անասելի ոգևորությամբ տատիկին հայտնում, որ ընդամենը 3 օրից կայանալու է իր և Մագդայի հարսանիքը։ Տեսնելով, որ Էլիզն ու տատիկն այլևս կտրուկ դեմ չեն այս միությանը, Նորոն վերջապես ազատություն է տալիս իր զգացմունքներին։ Նա հանգիստ է ու երջանիկ, վստահ լինելով, որ իր կյանքի ամենակարևոր օրը կանցնի խաղաղության և սիրո մթնոլորտում։ Տատիկն արտաքուստ ուրախանում է թոռան համար, սակայն նրա հոգու խորքում սկսվում է իսկական խուճապ ու սարսափ։ Չէ՞ որ նա գիտի դառը ճշմարտությունը։ Փեսացու Նորոն փաստացի մնացել է առանց տանիքի, քանի որ հայրը վաճառում է իրենց միակ տունը։ Այս ահռելի վախն ու անելանելիությունը ստիպում են Թամար տատին դիմել ծայրահեղ քայլի։ Նա զանգահարում է Բաբկենի պարտքատիրոջը և առաջարկում միավորել ուժերը, սկսելով Բաբկենի որոնումները։ Տատիկը հույս ունի գտնել լպրծուն որդուն և պարզել նրա այս անմարդկային արարքի իրական դրդապատճառները։ Բայց ճակատագրի հեգնանքով հենց այս վտանգավոր հեռախոսազրույցը պատահաբար լսում է Էլիզը։ Աղջիկը զարմանքից ապշում է։ Նա բացարձակապես չի հասկանում, թե ինչ սև կատու է անցել տատիկի ու հոր միջև և ինչու է տատիկը պարտքատերերի միջոցով փնտրում Բաբկենին։ Հիմա տատիկը ստիպված է լինելու բացել փակագծերն ու Էլիզին պատմել հոր ամենամեծ ու ստոր դավաճանության մասին։ Պատկերացնո՞ւմ եք Էլիզի հիասթափությունը։ Իսկ մինչ Նորոյի տանը փորձում են փրկել իրենց ապագան, Հասմիկը վերջնականապես կորցնում է մարդկային դեմքն ու բանականությունը։ Նա հանդիպում է Էդոյին և փորձում նորից խառնակցություն անել Նորոյի դեմ։ Էդոն, պաշտպանելով ընկերոջը, ագրեսիվ ու կոշտ հակադարձում է նրան, հայտնելով, որ հարսանիքին մնացել է ընդամենը 3 օր և Հասմիկն անզոր է որևէ բան փոխել։ Բայց Էդոն թերագնահատեց մերժված ու չարացած կնոջ վտանգավորությունը։ Հասմիկի սառը պատասխանը՝ դա դեռ կտեսնենք, պարզապես դատարկ սպառնալիք չէր։ Հասմիկն անցնում է գործի և դիմում այնպիսի քայլի, որը կարող է ոչ միայն խափանել հարսանիքը, այլև ընդմիշտ կործանել Նորոյի կյանքը։ Նա գնում է ոստիկանություն և քննիչի առանձնասենյակում անանունության խիստ պայմանով անում է ցնցող հայտարարություն։ Հասմիկը խոստովանում է, որ սպանության այն չարագուշակ գիշերը ինքը ստել է քննությանը։ Նա հայտարարում է, որ Նորոյի համար տված իր ալիբին կեղծ էր և որ իբր Նորոն է իրեն ստիպել գալ ոստիկանություն ու հորինել այդ սուտը։ Քննիչը շոկի մեջ է այս շրջադարձից։ Սա նշանակում է, որ Նորոն կրկին դառնում է սպանության գլխավոր կասկածյալ և նրան սպառնում է կալանք։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը հասել է աննկարագրելի լարվածության և ես ուզում եմ ձեզ 2 շատ կարևոր հարց տալ, որպեսզի միասին քննարկենք այս ամենը մեկնաբանություններում։ Առաջինը վերաբերում է Հասմիկի այս հրեշավոր քայլին։ Ինչ եք կարծում։ Արդյոք ոստիկանությունը կհավատա նրա այս նոր ցուցմունքին և կձերբակալի Նորոյին հենց իր հարսանիքի շեմին։ Թե քննիչը կհասկանա, որ սա ընդամենը խնդից դրդված կնոջ վրեժխնդրություն է։ Եվ երկրորդ հարցը կապված է տատիկի և Էլիզի հետ։ Հիմա, երբ Էլիզն ամեն ինչ կիմանա բնակարանի մասին, արդյոք նրանք կորոշեն ճշմարտությունը պատմել Նորոյին հարսանիքից առաջ և փչացնել նրա տոնը, թե կփորձեն լռել ու ինքնուրույն լուծել խնդիրը մինչև հարսանիքի ավարտը։ Անհամբեր սպասում ենք ձեր մտքերին և վերլուծություններին։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։